տեսնում եք։ Փաշինյանը որոշում է այն, ինչ իրեն Ալիևը թույլ է տալիս որոշել, մասնավորապես հեծանիվ քշել եւ սոխով ձվածեղ պատրաստել մնացորդների հետ, մնացորդներով։ Մնացած ամեն ինչը որոշվում է Բաքվում եւ պարտադրվում է պաշտոնական Երևանին։ Անկախության հռչակագիրը մեր պետության ստեղծման անկյունակարն է եղել։ Այդ անկախության հռչակագրի ոգով է կերտվել մեր պետությունը, այդ անկախության հռչակագրի ոգով են արձանագրվել մեր բոլոր հաջողությունները։ Այս հանրապետության հիմնական ձախողումը, որը եղել է, Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն է եղել։ Դա է եղել 90 թվականից գոյություն ունեցող անկախ ինքնիշխան Հայաստանի հիմնական ձախողումը։ Ձեր հարցինի պատասխան։ Այո, դա ուղղակիորեն Ադրբեջանի պահանջն է եւ Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած իջման, ինչպես որ գնացել է նոյեմբերից 20 թվականից մինչև այսօր, որպեսզի պահի իր իշխանությունը, որպեսզի ինքը գնա ընտրությունների, իրան պետք է թղթի կտոր, որի վրա գրված կլինի խաղաղություն, անկախ նրանից, որ դա իր էությամբ լինելու է անվերապահ եւ բացարձակ կապիտուլյացիա, որ ինքը գնա ընտրությունների եւ ասի, տեսեք, ես խոստացել եմ խաղաղություն եւ ահա ինձ քվեարկեք, որ ես այս խաղաղ ընթացքը շարունակեմ, այլապես կգան ուրիշները եւ կբերեն պատերազմ։ Դա համար ինքը կգնա բոլոր զիջումների, հասկանալով, որ իր իշխանության ներողություն գոյությունը կախված է ամբողջովին Ալիևի եւ Էրդողանի բարեհաճությունից։ Ավելին ասեմ, այս ընտրությունը, որ ինքը դրել է, կապիտուլյացիա, թե պատերազմ, սուտ է։ Դա միայն իր օրոք ստեղծված ընտրություն է։ Կա բանակցային լուծման ճանապարհ, կան բանակցություններ, որոնց արդյունքում հնարավոր է ապահովել այնպիսի խաղաղություն, որը կբավարարի բոլոր կողմերի օրինական եւ կենսական շահերը։ Ինքը բերես պատերազմ, իրագնալով պատերազմի վտանգը կվերանի։ Պարոն Խաչատրյան, երեք փորձում էին ամեն դեպքում այս կրակոցները արդարացնել, ասում են, ես ուզում եմ հավատալ, որ այս կրակոցները սահմանի ամբողջ գծով չեմ անկարգություն են անում ադրբեջանցի զինվորականները կամ բնակչությանը այսպես վախեցնելու միտում ունեն։ Ինչու են փորձում անընդհատ այսպես արդարացնել Ադրբեջանի պահվածքը եւ իսկապես այդ կրակոցները, որ արդեն 1 ամիս է շարունակվում է, ադրբեջանցիների անկարգ պահվածքի արդյունք է։ Դեք գյումրեցիների խոսքով ասած Ղուրբանը տեղնիմ։ Այս մարդը արդարացնում է ադրբեջանցիների ամեն ինչ։ Ադրբեջանը վեր կացավ, ասեց Հայաստանը ֆաշիստական պետություն է։ Ինքը փոխանակասի ֆաշիստը ես եմ, թե մի հատ հայլու առաջ նայի տես ով ես։ Ցեղասպան, հանցագործ, որը պետքա կանգնի միջազգային դատարանի առաջ, ասում է դե եկեք մի հատ հասկանանք ինչի ինքը մեզ կոչեց ֆաշիստ, ինչի ինքը մեզ կոչեց ռևանշիստ։ Այո, ինքը Ալիևին արդարացնում է, որովհետև կրկնում եմ, իր իշխանությունը, իշխանության լինելը անմիջապես կախված է Ալիևի եւ Էրդողանի բարեհաճ վերաբերմունքից։ Ինքը չի կարող ասի, գիտեք, այս խաղաղության գործընթացը կատաստրոֆիկ ձախողվել է, որտեղ դա կլինի իր քաղաքական վերջը։ Դա համար պետք է ադրբեջանցիներին արդարացնի, ասի դե լավ, դե հիմա խմել են, կրակել են, դարդ մի արեք, իրանց պատգամավորներից մեկն ասում է դե կրակել են, հոմես վնաս չեն տվել։ Չէ, դա գիտակցված կրակոցներ են, գիտակցված սպառնալիք է, ճնշում է Հայաստանի վրա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գնա այդ զիջումներին։ Որովհետև Ալիևն էլ է հասկանում, չէ, որ ինքը հավերժ չէ, եւ դրա համար քանի Փաշինյանը կա, ինքը պետք է կարողանա բոլոր հնարավոր եւ անհնար զիջումները կորզել։ Պարոն Խաչատրյան, երկու հարց։ Նախ դուք քանի որ ասում եք, որ Բաքվի պահանջով է ուղիղ այս որոշումը կայացնում Նիկոլ Փաշինյանը, հայտնի է, որ դա նախապայմանն է փաստաթղթի ստորագրման։ Այս հայտարարությունը կարող է դառնալ Ադրբեջանի համար օրինակ բավարար, որպեսզի այդ պայմանագիրը ստորագրվի, թե Բաքուն ամեն դեպքում կսպասի դրա իրավական process-ի ավարտին։ Բաքուն կսպասի դրա իրավական process-ի ավարտին եւ դրա համար ինքը կպարտադրի, որ լինի հանրաքվե, եւ դրա համար այս իշխանությունները, որոնք սկզբից խոսում էին Սահմանադրություն ընտրություններից հետո, չէ՞, հետո ասի լավ սկսում ենք
աշխատանքները, մշակումը, հետո էլ մի քանի առաջ հայտարարեցին, որ հայեցակարգել չի լինելու, ուղղակի ասենց առանց հայեցակարգի, առանց սկզբունքային մեկնակետերը հստակեցնելու, առանց հանրային լայն քննարկումների սկսում են տեքստը մշակել, որովհետև կրկնում եմ, ինքը պետք է պարտադրի, գործի պարտադրել ժողովրդին, Ադրբեջանի հրահանգով ընդունել մի սահմանադրություն, որ բավարարի Բաքվին, որպեսզի ինքը կարողանա մնա իշխանություն։ Դա է ամբողջ Որ ասում են խնդիրը։ Ադրբեջանն էլ պիտի փոխի իր սահմանադրությունը, դա պահանջ է, թե ուղղակի այսպես արդարանալու եւ Դա իսկապես Ադրբեջանը կմկմուց է։ ասում են, որ այնտեղ էլ ունեն տարածքային պահանջներ, արևմտյան Ադրբեջանի մասին են խոսում։ Այս խոսակցությունը, որ նաեւ Ադրբեջանը իր 91 թվականի անկախության մասին սահմանադիր ակտով իրեն հայտարարում է մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը, դրանով իսկ տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 50%-ի նկատմամբ։ Այս իշխանությունները, որ ասում են, դե պետք է փոխեն, դա գիտեք, ներսի լսարանի դիմաց ամոթխած արդարացումները, հեն Միրզոյանը Անտալիայում էր։ Դե թող ասեր, դուք էլ ձեր դերը փոխեք։ Չասես, չէ։ Պարոն Խաչատրյան, Որտե վախենում է, կրկնում եմ, իր նպատակն է բոլոր զիջումներով պահել իշխանությունը։ Եվ Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում ասաց, որ դա իր կարծիքն է, իսկ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը դեռ պետք է աշխատի եւ որոշում կայացնելը իրենց տիրույթում է։ Դուք ինչ եք կարծում, այս ազդակ կլինի արդեն հանձնաժողովի համար հենց այդ կոնցեպտով սահմանադրություն մշակել։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Դե ձեզ Իհարկե։ Իմ կարծիքը նույն կարծիքն է, որ ունեն բոլորը։ Այո, դա կլինի իր կարծիքը, որ ինքը ճակերտավոր կփորձի հանձնաժողովին ներկայացնել։ Դուք ինչ կարծում եք, որ հանձնաժողովը կարող է վեր կենալ իրանց նշանակողին ասի, չէ՞։ Ընդդիմությունը որոշել է չմասնակցել այդ քննարկումներին, գնալ, այսպես ասած, հակափաստարկներ ներկայացնել, որտեղ բոլոր հանձնաժողովները ինչ ձևավորվել էր սահմանադրական, ընդդիմությունը բոյկոտել է։ Հնարավոր է այս անգամ վերանայում լինի եւ գնալ հենց այնտեղ ներկայացնել հակափաստարկները։ Այստեղ թող տվեք, որ ես իմ անձնական կարծիքը հայտնեմ, որտեղ նախ ընդդիմության ամբողջ ընդդիմության անունից որևէ մեկը չի կարող խոսել, բայց կարծում եմ, որ ոչ, իմաստ չեմ տեսնում։ Ինչու որտեղ համոզված եք, որ սա Ադրբեջանից եկող պահանջ է։ Դե որովհետև կազմը նայեք, հասկան, այդ կազմը պարզ է չի ով է նշանակել եւ նշանակողի հրանգները պիտի այդ կազմը անի, չէ։ Կարող է մանր մի 2 3 4 հատ դերբական դարձվածների մեջ ինչ որ փոփոխություն անեն, բայց բովանդակային առումով անելու են ինչ որ իրենց հրանգում է Փաշինյանը։ Սա է մեր երկրի իրականությունը, հասկանում եք, եթե ինքը SMS-ով բարձրագույն դատական խորհրդի նախագահ է, պաշտոնից հեռացնում, էլ ինչ է կոս։ Շնորհակալ եմ։